Խոնարհությունը գիտեք ինչ է, որ մարդը ամեն երեկո երբ որ հասնում է, գոհանում է Աստծուց, ասում է. Տեր Աստված, փառք չես, ինչու՞, որ այս օրը խաղությամբ անցկացրի։ Հասցրիր ինձ երեկոյի։ Շատ շատերը այսօր գիշերը չեն տեսնել, լույսն էլ չտեսան, բայց փառք ես Տեր Աստված, որ այսօր էլ ինձ կյանք տվեցի եւ հասցրեցի այս մեծ կյանքին։ Խոնարհություն է, եւ մենք սիրում ենք աղքատներին, կարիքավորներին, ընկճվածներին, նեղյալներին ենք, ոչ թե հարուստներին, փարթաններին, նրանց հետևից չեն գնում, այլ ուզում ենք կարիքավորին օգնել, մեկնել, ընկճվածին, նեղ սրտացին, ձեռք մեկնել, կանգնեցնել։ Տեսեք, մեր Տերը Հիսուս Քրիստոս, երբ Պիղատոսը, որ կուսակալ էր, Հերովդոսից էլ մեծ էր, խոսում էր, չէր խոսում հետը Քրիստոս։ Բայց երբ որ ավազակը աջ կողմի վրա հարցրեց, խոսեց հետը, ոչ միայն խոսեց, ասեց ինձ հետ դրախտում կլինես։ Այսինքն մեր Տերը կարիքավորների, բորոտների, հաշմանդամների, կույրերի, կաղերի հետևից էր գնում։ Իսկ փարիսեցիներն ու օրենսգետները նրանց չէին էլ մոտենում։ Հասարակությունից վտարում էին ու հեռացնում էին, որ մեռնեն։ Քրիստոս գնաց բորոտների վրա ձեռք դրեց, իսկ բոլորի դիպչել անգամ չէր կարելի, որտեղ պիղծ էր համարվում։ Հասարակությունից վտարում էին, առանձնացնում էին։ Իսկ Քրիստոս բոլորի հետ շփվեց եւ բուժեց նրան, որտեղ ինքը եկել է մեր ցավերը, մեր մեղքերը, մեր անօրենությունները իր վրա վերցնել։